Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Սահմանադրական դատարանում վիճարկվում է ընտրությունների արդյունքները, բավականին թեժ է նիստերի ընթացքում, մենք այս օրերին հետևում ենք այդ նիստերին, այսօր իմ հյուրը ՍԴ-ում այդ գործի անմիջական մասնակիցներից մեկն է Գոհար Մելոյանը, որը Ուժեղ Հայաստան կուսակցության պատգամավորության թեկնածու է։ Տիկին Մելոյան, շնորհակալ եմ, որ այս խառը օրերին ժամանակ գտաք եւ եկաք։ Սկսենք միանգամից հենց Սահմանադրական դատարանի այդ նիստերից եւ քննարկվող հարցերից։ Դուք վիճարկում եք ընտրությունների արդյունքները, բազմաթիվ այսպես թղթապանակով փաստեր կան ձեր ձեռքի տակ, բայց ինչ էլ որ որոշի Սահմանադրական դատարանը, որոշի հօգուտ ձեզ կամ ոչ հօգուտ ձեզ, ընդունելու եք այն ինչ ինքը կորոշի, ընդունելու եք այդ արդյունքները։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, մենք հիմա հերթական գործընթացում ենք հետընտրական գտնվում։ Նախ սկսենք այն թեզից, որ բավական թիրախավորվում է, օրինակ, ինչու դիմեցիք Սահմանադրական դատարան։ Տեսեք, մենք ի հեճուկս մի շարք վերապահումների, որ ես առնվազն գոնե, սահմանադրագետ, քաղաքացի Գոհար Մելոյանս ի սկզբանե այդ բոլոր պայքարների, մասնագիտական քննարկումների, քննադատություններից իրում եմ գտնվել, մենք թե մեր քաղաքական ուժը Ուժեղ Հայաստանը սահմանել է, որ կաշկանդված ենք իրավունքով եւ օրենքով ու առնվազն մեր կողմից չենք գնալու ճգնաժամերը սրացնելու ուղղությամբ ու հիմա տեսեք ինչ է տեղի ունենում։ Եթե մենք քաղաքացիների համար փորձեմ հնարավորինս մատչելի բացատրել, օրինակ եթե մենք արխամարեինք եւ շրջանցենք Սահմանադրական դատարանի փուլը, իսկ Սահմանադրական դատարանը կրկին անկախ այդ վերապահումներից մի շարք հակաիրավական բնույթի գործընթացներից, որ վերջին տարիներին մեր երկրում տեղի ունեցան նույն Սահմանադրական դատարանի շուրջ, ինքը աշխարհի կողմից ընդունված մարմին է, միջազգայինորեն որևէ մեկը ըստ էության ընթացք չի տվել այդ process-ներին, չնայած Վենետիկի հանձնաժողովը հստակ դիրքորոշում ուներ շատ բավական կտրուկ, այնուամենայնիվ, եթե մենք շրջանցենք ու չդիմենք Սահմանադրական դատարան, դա եւս մեկ խաղաքարտեր ու շահարկման առարկա էր այս իշխանության համար ու այս քաղաքական ուժի համար հանդիսանալու։ Իրենք անընդհատ ասելու են, տեսեք, եթե խախտումներ կային, բա ինչու չդիմեցիք։ Իսկ մանիպուլյացիաները ես կարծում եմ որևէ մեկի մոտ կասկած չի առաջանում, ինչ բնույթի շահարկման ու մանիպուլյացիոն ուղղորդման առարկա կդառնար, իրենք ամբողջովին բարձրաձայնելու են, ասելու են, տեսակ ընդդիմությունը չդիմեց Սահմանադրական դատարան, ուրեմն սուտ էին ասում, ուրեմն այդքան էլ փաստեր չկար, փաստահեն չէր դիմումը, ուրեմն այդ ծավալի խախտումներ տեղի չէին ունեցել։ Ու ասեմ, պատմական աննախադեպ իրավիճակում ենք Հայաստանի Հանրապետության պատմության, առաջի անգամ է, որ ընտրական գործընթացից հետո այս ծավալի ու այս քանակի քաղաքական ուժեր բողոքարկում են ընդդիմության արդյունքները։ 7 ուժը պաշտոնապես դիմում են ներկայացրել, մի քանիսն էլ հանրորեն աջակցել են այս դիմումները, ասել են այո, մենք առանցին դիմումներ չենք ներկայացնում, բայց ըստ էության ամբողջովին կողմ ենք այն դիմումների բովանդակությանը եւ անվավերության պահանջին, այսինքն հիմա մենք ունեցանք ինչպիսի իրավիճակ։ Բուն նախընտրական քարոզչություն, մեկնարկը համարենք փետրվարի 7-ը, որը եւս պատմական աննախադեպ էր, միշտ նախագահի հրամանագրով ընտրության օրը որպես կանոն նշանակվում էր այդ սահմանված ժամկետի վերջին օրը, որպես կանոն դա պետք է լիներ մարտի 4 կամ 5, բայց նշանակվեց փետրվարի 7-ը։ Ինչու՞, որպեսզի բարեգործության արգելքը ուժի մեջ մտնել ու եկեք կռահենք, ով էր այն քաղաքական ուժը, որ ի սկզբանե տասնամյակներով ամենաշատ բարեգործություններ անում Հայաստանի Հանրապետությունում։ Բնականաբար Սամվել Կարապետյանը, ու այստեղ մեր համար լուրջ խնդիրներ առաջացան, որովհետև դուք գիտեք, անկախ պարոն Կարապետյանի քաղաքականության մեջ հայտնվելուց, Տաշիր բարեգործական ընկերությունը տասնամյակներով հսկայածավալ բարեգործություններ էր անում ու կան ընտանիքներ հարյուրավոր, որ ըստ էության, աշխատավարձի պես նպաստներ էին ստանում։ Կային քաղաքացիներ, օրինակ մարդը դիմել է, առողջական լուրջ խնդիր ունի, պետքա վիրահատվի, պետք է գումարը փոխանցվեր, մենք դիմումը բավարարել ենք, մարդուն ֆինանսական աջակցություն պետքա տանք, ըստ էության այդ օրերին է սահմանում, այսինքն կանխատեսելիությունը մեզ համար, մենք օրինակ բոլոր բարեգործությունների դադարեցում, սառեցումը նախատեսել ենք մարտի առնվազն 1-ի ժամկետային սահման, բնականաբար, որ խախտում թույլ չտանք եւ այլն, իրավական կանխատեսելիության տեսանկյունից հաշվարկված էր ամեն ինչ եւ բնականաբար հերթական, տենց թիրախային հաշվի չառնելով քաղաքացիների մարդկան շահերը ու հատկապես արցախցիների, որովհետեւ պարոն Կարապետյանը կրկին այն մարդներ, որ հարյուրավոր Արցախ
նախահայ ընտանիքների կողքին էր կանգնած։ Մի խոսքով, մի շարք ընտանիքների համար լրջագույն խնդիրներ առաջացրին։ Այնուամենայնիվ չխուսանավեցինք, ինչքան է մենք մեծ իրավունքով օրենքով կաշկանդում ենք, միևնույն է, հա, այդ կաշառքի եւ այլնի թիրախավորումներով, օրինակ զուգահեռ անտեսելով այն թեզը, թե ինչու բեմականացվեց ամուսնալուծությունը, հա, կհիշեք, Այո, այն որ բեմականացվեց մարդիկ եւ չհասկացան, հիմա իրար հետ են, իրար հետ չեն, վերջերը հավաքեց գնաց։ Առաջին իմ ականջը ծակող եզրույթը, որ այդ տեսանյութը հեռարձակվեց, այն էր, որ ասես ես շարունակելու եմ բարեգործությունը իմ քայլի հիմնադրամում, ես շատ եմ սիրում բարեգործություն անեմ, հուսով եմ իրավապահ մարմինները չեն հետապնդի, քրեորեն չեն արարք չեն համարի, չնայած եթե չեմ սխալվում, անկախ դիտորդ հանդիսացող հասարակական կազմակերպությունը, որը դիտորդություն է իրականացնում, քրեական գործ մեկնարկելու հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, օրինակ հետաքրքիր է, հա, ինչի իրավապահ մարմինները, հակակոռուպցիոն կոմիտեն այտենց հնչեղ հայտարարություն չի տարածել։ Քաղաքացիական պայմանագրի առնչելի Նիկոլ Փաշինյանի տիկնոջ իմ քայլը հիմնադրամը այսքան դրվագներով, այս քաղաքացունես նվիրվեց, հետո լսում ենք ձայնագրությունը, քաղաքացին ասում է, կանչեցին, ասեցին, այս դասընթացանցի, այս ապարատն ենք տալիս, հետո այս քաղաքացուն, ինչ որ տենց հետաքննությունների, օպերատիվ աշխատանքների բնականաբար ականատես չեղան։ Այսօր Գալյանը լրագրողների հետ զրույցում արդեն դատական ակտ կատարել էր, ասաց բանը, համատարած ընտրակաշառք են բաժանել, համատարած, եւ 258 մեղադրյալները մեր փոքր երկրի համար չափազանց մեծ թիվ են։ Տիկին Գալյանը, եթե չեմ սխալվում, մեր արդարադատության նախարարն է։ Այո։ Ու տեսեք, կան վարույթներ հարուցված, իմ գործընկերներից շատերը այս պայդրությամբ քաղաքական հետապնդրյալներ են եւ քաղբանտարկյալներ են, ու մեր երկրի արդարադատության նախարարը տենց մոռանալով, որ ինչ որ իրավական եւ ժողովրդավար երկրներում կանմեղության, կանխավարկած հիմնարար սկզբունքը միջազգայինորեն կոնվենցիոնալ ամրագրված դրույթ, որ մարդիկ մեղավոր են իրենց այն արարքում միայն այն դեպքում, եթե կա այդ արարքը հիմնավորող մեղադրական ակտը հիմնավորող ուժի մեջ մտած դատական ակտ, միայն այդ դեպքում կարելի է բարձրաձայնել, որ մարդը օրինակ հանցագործ է ու այս արարքը կատարել է, առավել եւս Տիկին Գալյանը հասարակ քաղաքացի չէ, որ իրեն թույլ տա օրինակ իր մտորումները արտահայտել։ Նա արդարադատության նախարար է, նա մեր հիմա սահմանադրական հանձնաժողովի անդամ եւ ղեկավարող է այդ գործընթացի եւ առնվազն, հա, իրենք այդ գիտակցումը ես ցավում եմ, որ քաղաքացիական պայմանագրի շրջանակներում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից չեկավ, որ իրենք այդ մանդատներով կաշկանդված են, հա, նախարարի մանդատով, պատգամավորի մանդատով, վարչապետի մանդատով, որովհետեւ նույն մարդու միեդա, հա, մարդու իրավունքների եվրոպական դատանի հարուստ նախադեպային պրակտիկան ինքը ասում է, որ պաշտոնատար անձը ինքը կաշկանդված է այդ պաշտոնով, դա ոչ զուգահեռ այդ լրացուցիչ մի շարք արտոնություններին ու վարչական ռեսուրսին, որից որևէ կերպ չկաշկանդվեցին օգտվել ողջ նախընտրական process-ում այս իշխանությունը, դա զուգահեռաբար պարտականություններ է, պատասխանատվություն է, որովհետև տեսեք, Տիկին Գալյանը չի որ ստանաք ու գնաք, կամ էլ ընտրություններին, հա, շահարկեն, կամ է պետ բյուջե մեր հաշվին, մեր քաղաքացիներին լավություն անեն, որը նախատեսված չէր, հետո ասեն, տեսեք, մենք ինչ իդեալական են, որպես ընտրակաշառք էլի նախընտրական ծիծով։ Խոսենք հետո։ Հիմա տեսեք, Տիկին Գալյանը կաշկանդված է իր պաշտոնով եւ իրավունք չունի տենց ռետորաբանությամբ հանդես գալ, որովհետեւ իրենց պաշտոնով պայմանավորված շատ ավելի լայն լսարան ունեն, քան օրինակ ես Գոհար Մելոյանը, ով անգամ այս պարագայում ընդամենը կուսակցական է հանդիսանում, օքեյ, անգամ ես մի քիչ ավելի լայն հանրային լսարան ունեմ, քան օրինակ հասարակ քաղաքացիները, որովհետեւ արդարացիորեն Երբ որ իրենք ինչ-որ պիտակավորում են թույլ տալիս, այդ պիտակավորումը ավելի շատ լայն շրջանակների է հասու դառնում եւ արդեն իսկ մենք անհավասար պայմաններում ենք գտնվում։ Հիմա ամբողջ պետական ռեսուրսով նույն իրավապահ մարմինները շատ ցավում եմ
որովհետև կրկին դա մեր պետության իրավական ու ժողովրդավար բնույթի դեմ է գնում, երբ իրավապահ մարմինները ամբողջ ռեսուրսով դառնում են ինչ-որ քաղաքական օրակարգի սպասարկու, իսկ դա, եթե մենք միայն հակակոռուպցիոն կոմիտեի լրահոսը ուսումնասիրում ենք, տեղեկատվական դաշտը, երբենք իրենք այդպիսի ինտենսիվությամբ ձայնագրություններ չեն հրապարակել, առավել ևս, օրինակ, մենք նախընտրական գործընթացում ենք գտնվում, անգամ եթե հանցագործության մասին առերևույթ ինչ-որ փաստեր են հայտնի դարձել, բայց իհարկե միևնույն է, դաժե ենթադրելի չի, որովհետև այդ ծավալի օպերատիվ հետախուզական միջոցառումներ կազմակերպելը լրիվ գալիս է բացատրելու, թե ինչու է մեր երկրում այսքան հանցավորությունը սրընթաց աճում։ Պետբյուջեով հատկացումները իրավապահներին այսինչ աճում են, զուգահեռ այսինչ աճում են նաև հանցագործությունները իրենց ամենածանր տեսակներով բոլոր մարզերում։ Ընդդիմադիրներին գաղտնա լսել, ընդդիմադիր բռներն, որովհետև միայն ասում եմ, ակնհայտորեն մտնում ենք այդ մարմինների պաշտոնական կայքեջերը, ամբողջ իրենց տեղեկատվական լրահոսը դուք եք։ Ուժեղ Հայաստանն է։ Ուժեղ Հայաստան ու անունը շահարկելով։ Դուք իրավունք չունեք, որովհետև պատահական չէ, որ ընտրական օրենսգիրքը էլ կրկին մենակ մեր երկրում չի, հեծանիվ չենք հորինել։ Դա էլի ամբողջ աշխարհում է նորմալ իրավական ժողովրդավար պետություններում վարչական ռեսուրսի սահմանափակում կա, որովհետև օրինակ ՀԱԿ-ը իր զեկույցում արձանագրում է կատարել, որ քաղաքացիական պայմանագիրը իրեն սերտ աճեցրել է վարչական ռեսուրսի հետ, ողջ ընթացքում նախընտրական քարոզչության շահարկել է այդ վարչական ռեսուրսը, որովհետև օրինակ, եթե մենք նորմալ իրավիճակի հետ գործ ունենանք, իրավապահները այո կարող են տալ հանցագործությունների մասին հաղորդումներ, բայց մեր անունը չշոշափել, որովհետև ակնհայտ է, չէ, որ իրանք դառնում են հակակառուցչության, եթե նպատակը գործերի բացահայտումն է, եթե նպատակը հանցագործությունների կանխարգելումն է, մեր անունը շահարկելով իրենք դառնում են հենց այդ հակակառուցչության մաս, առավել ևս, որ իրենց հրապարակած ձայնագրություններում մեր անունը չէր հնչում, որևէ տեղ չկա ուժեղ Հայաստան եզրույթը։ Այսինքն, էլի եմ ասում, այդ ձայնագրությունները, օրինակ ինչ գիտենք, օրինակ ձայնագրություն կա, կարելի է ենթադրել, որ քաղաքացիական պայմանագրի անդամներ են խոսում։ Այնտեղ չկա փորձաքննություններ ձայնագրությունների, մինչև հիմա մենք չգիտենք այդ ձայնագրությունները հավաստի են, թե ոչ, այն էլ են պարագայում, որ մենք ունեցանք Սրբազան պայքարի համատեքստում հայտնի գործը, երբ այդ հնչյուն ձայնագրությունը, որը կրկին ամբողջ ռեսուրսով պետական ապարատը ու պաշտոնյաները շրջանառեցին, պարզվեց տարբեր ձայնագրություններից կտրված դրվագներով կազմված ձայնագրություններ, չկա մեզ հետ առնչելիության փաստեր, չկա այդ ձայնագրությունների միջի մարդկանց ով լինելու հարցեր մեզ առնչելիության տեսանկյունից, ամենահնչեղ վերջին օրինակը բերեմ, Դավիթ Ղազինյանի ձերբակալության գործով լռության օրը, պատկերացրեք, լռության օրը հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակում, Ղազինյան Դավիթի անունն է մեջ շրջանառվում, երկուքին բամբասում են։ Ակնհայտ բամբասանքը, ոնց որ հիմա մենք ինչ որ ենթադրությունների մասին խոսակցություն ունենք, ասում է ինչ որ գումար կա, Ղազինյան Դավոն այդ գումարը ըստ էության բաժանելու է։ Ոչ կա փաստ բաժանելու վերաբերյալ, ոչ կա փաստ ընդհանրապես այդ գումարը լինելու չլինելու վերաբերյալ, երկու կնոջ ենթադրությունների շարքը։ Ղազինյան Դավիթը դրանից հետո միշտ հասանելի է եղել, ասեմ ավելին, գնացը կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրեն անձեռնմխելիություն զրկելու նիստին ներկա գտնվել, ասեմ ավելի գնացել Ղազինյան Դավիթին հարիր ձևաչափով կանգնել էր հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց, մինչև իրեն հներս կհրավիրեն ու մարդուն կալանավորում են։ Սա անհեթեթություն է, սա իրավական պետության հետ այս պրոցեսը կապ չունի։ Իրենք դուք շատ լավ գիտեք իրենք կալանքը մեր երկրում դարձել է պատժիչ միջոց, կալանքը կիրառում, տեսեք, իրավական երկրներում, որը պետք է ենթադրաբար նաև Հայաստանի Հանրապետությունը լիներ, կան խափանման միջոցների տեսակներ, վարչական հսկողություն, հեռանալու մասին արգել, գրավ, տնային կալանք, ու ամենածանրը, ամենայն պատժիչ սուր միջոցը դա կալանքն է։ Վերջին ու կալանքը պետք է նպատակային լինի։ Օրինակ, եթե ենթադրություն կա, որ այդ հանցագործի նկատմամբ ենթադրյալ հանցագործի եթե կալանքը չկիրառես, կարող է գնա վնաս տա։ Օրինակ, ի տարբերություն քաղաքական գործերի, մի շարք այլ գործերով մի օր եթե ժամանակ ունենանք մեր երկրում ամեն ինչ բնական դառնա, կարելի է հետաքրքիր կոռելացիաներ, համադրություններ տանել։ Օրինակ, գողության հենց նույն իրենց հայտնի մեր խորհրդանում տեղի ունեցան լսումներ իրավապահ մարմինների,
Եվ ղեկավարները պատմում են, ասում են գողության դրվագով մեղադրյալին 4 անգամ են բռնում, դատարանը ազատ է թողում վարչական հսկողություն, գնում է Նորից էլի է անում։ գողություն է անում կամ Չէ, բռնաբարողի դեպքը չկար, բանի մանկապղծության դեպքերի ժամանակ էլ որ բանի տեղ չէին դրել, ֆրֆռում էին այդ մարդին։ ամենահնչեղ դեպքերից մեկը, որ մարզում այն էլ նման դեպք է, հա, որ ու արդեն օրինակ կալանքը առնվազն օրինակ այդ մեղսագրվողի անվտանգության խնդիր է, որովհետև արդարացիորեն վենդետայի, որը էլի տեղի է ունեցել, վենդետաների հարց է ծագում։ Այդ մարդկանց ազատ են թողում կամ ավելի նմանաբնույթ դրվագ էլի հայտնի հնչեղ եղավ, մարդիկ սպանության փորձ էր տեղի ունեցել, ծեծկռտուք էր տեղի ունեցել, էլի թողում են մարդուն տնային կալանք են կիրառում ու գնում են մարդկանց տանը շարունակում են էլի վենդետայի ձևաչափով, այսինքն զուգահեռ իրականությունում բնավ կալանքը անգամ ըստ անհրաժեշտության չի կիրառվում։ Իսկ մարդը եթե ընդդիմադիր քաղաքական հայացք ունի, ամենաօրինապաշտ քաղաքացին էլ լինի, ասում է կգտնվի հոդվածը։ Վերադառնանք Սահմանադրական դատարանին, Տիկին Մելոյան, ՍԴ-ում անգամ ՍԴ-ի իրավազորության հարց բարձրացվեց, քանի որ 9 անդամներից 2-ը չկան եւ 7 հոգով կրճատ է այսպես թե այնպես կազմը լինում։ Եթե մենք գտնում ենք, որ այսինքն դուք արդեն նախապես ասում եք, որ այս ՍԴ-ն այս կազմով արդեն իրավազոր չէ, հետևաբար իր որոշումն էլ ըստ էության ամբողջությամբ լեգիտիմ չէ եւ ճիշտ չէ։ Մյուս կողմից էլ ասում եք ընտրությունները կեղծվել են, բազմաթիվ խախտումներ են եղել։ Արդյոք սրանով, երբ որ նախապես ասում եք ոչ ՍԴ-ն է մի բան, ոչ ընտրություններն է մի բան եղել, արդյոք սրանով չեք փակում դռները ձեր ազգային ժողով գնալու։ Հետևաբար ստացվում է, եթե այդ մանդատները վերցնեք, դուք կեղծիքների, այս համատարած խաբեությունների բանի ֆոնին վերցնում եք այդ մանդատները եւ լեգիտիմացնում եք այդ խորհրդարանը։ Գանք ՍԴ-ից, տեսեք, Սահմանադրական դատարանը մենք երեք ինչ էր քննվում, դիմումատուներից նախ բարձրացվեց միջնորդություն ներկայացվեց իրավազորության տեսանկյունից, եւս մեկ դատավորի անաչառության տեսանկյունից անհնարինության վերաբերյալ հարց բարձրացվեց, Սահմանադրական դատարանը, տեսեք, անգամ եթե ամբողջությամբ տեսանյութը նայեք, այդ տվյալ դատավորը Տիկին Սաֆարյանի մասն է խոսքը, ինքը իր հիմնավորումներով ըստ էության ավելի էր պնդում կատարում, հա, որ իր անաչառության խնդրահարույց լինելու տեսանկյունից, ասեմ ավելին, այն կուսակցությունը, որի անդամ ինքը հանդիսացել է, եւս դիմումատու է այս պահին հանդիսանում, ներկայացուցիչը կանգնեց, սկսեց պաշտպանել Տիկին Սաֆարյանի որպես դատավոր մնալու անհրաժեշտությունը, մի քիչ զավեշտալի էր իրավական տեսանկյունից տվյալ իրավիճակը, բայց այնուամենայնիվ Սահմանադրական դատարանն էլ իր հերթին պնդում կատարեց, որ այո, իրենք 5 դատավորի կազմով էլ իրավազորություն ունեն եւ կարող են գործի քննություն իրականացնել, հա, բայց դե ունենք այն, ինչ ունենք։ Ես պատահական ի սկզբանե չներկայացրեցի վերապահումները։ Այնուամենայնիվ, տեսեք, ես սահմանադրագետ եմ, իրավաբան սահմանադրագետ եմ եւ շատ լավատես մարդ եմ, չեմ կարող վերջին խաչ քաշելով առաջնորդվել, հա, այդպես չի լինում, եթե այդ կանխավարկածով առաջնորդվենք, ընդհանրապես պետք է ընտրությանը չմասնակցենք, պետք է ոչ մի բան չանենք, իսկ մենք անձամբ ես էլ եղել եմ բոլոր պայքարների առաջամարտիկներից 5 փողոցային մասշտաբային պայքար է մեկնարկել ու ցավոք սրտի արձանագրում ունենք, չէ՞ որ որևէ մեկը անգամ սրբազան պայքարը, որ ողջ հրապարակ լցրեց, բազմամարդ էր, ուներ այն ակներև հանրային լայնամասշտաբ աջակցություն, ցավոք սրտի արդյունքի չհասավ։ Արդյոք մենք այդ պարագայում իրավունք ունենք ձեռքերը ծալելու, վհատվելու, իսկ ես առնվազն այդ իրավունքը ինձ կարող էի վերապահել, հա, վհատվելու ու գնալու իմ անձնական գործերով զբաղվելու, որովհետև դուք էլ կարծում եմ այդ փորձառությունն ունեք, թե մենք ինչ հետևանքներ ենք կրում այս պայմաններում ընդդիմադիր գործիչ կամ հայացք ունեցող լինելու, բարձրաձայնելու խնդիրները։ Իսկ խնդիրները իրապես դեռ վրա են հասնում ու վրա են հասնելու։ Հիմա Սահմանադրական դատարանը, ես կրկին եմ ասում, առնվազն հնարավորություն ունի իր կարգավիճակը վերստին հաստատելու եւ մեր հանրությանը եւ մեզ բոլորիս ցույց տալու, որ
Այնուամենայնիվ ինքն իրեն սահմանադրական արդարադատությամբ կաշկանդում է։ Մենք ունենք սահմանադրություն, կաղում է սահմանադրականությունը։ Հիմա սահմանադրական մշակույթի ձևավորման լուրջ փուլում են գտնվում ու հենց նույն սահմանադրական դատարանի վրա մարդկանց, ովքեր ստանձնել են այդ պատասխանատվությունը եւ բարձր դատարանի ներկայացուցիչներ են, ամբողջ հանրությունը հայ եւ ամբողջ աշխարհը հիմա իրենց է հետևում, կրկին եմ ասում, սա աննախադեպ իրավիճակ է, որովհետեւ 7 քաղաքական ուժ իր անվստահությունն է հայտնել, ասեմ ավելին, անգամ իշխանությունը սկզբում հետընտրական փուլում ասենք իրանք դե սահման չունեն, հա, ասում են ոչ լեգիտիմ ընդդիմություն։ Ասում է, իսկ ինչու է, ասա, в чем задержка, եթե ոչ լեգիտիմ ենք, ինչի բոլորս կարծես միան կարծիք ենք, անվավեր չեք ճանաչում, ասեմ, դա եւի համաշխարհային պրակտիկա, էլի մենակ իրենք են իրենց թույլ տվել, դե իրենք իրենց ոչնչով չեն կաշկանդում, իսկ մեր ընտրողը պատկերացնում եք, մենք անձամբ մեր մասին խոսեմ։ Մի հատ ընդհանուր ասեմ, նախ ընդհանուր արձանագրված է, որ այսքան խախտումների, միջամտությունների ծավալով, իսկ այս ընտրությունների աննախադեպ տեսակի խախտումներ է եղել, սարքավորումները պատշաճ չեն աշխատում։ Տեսախցիկների մի շարք անաչառ դիտորդներ ասում են, բոլոր տեղամասերը տեսավերահսկվել են։ Ոչ, մոտ 220-ից ավել տեղամասերում չի եղել տեսախցիկ, եւ հարյուրավոր ընտրատեղամասերում է պարբերաբար կապը կորել է։ Մենք ողջ օրը մոնիտորինգ ենք իրականացրել, հիմա էլ կա այդ հասանելիությունը տեսավերահսկողական հետ տալու եւ նայելու։ Սարքավորումների ոչ պատշաճ աշխատանք, այսինքն անգամ ԿՀ-ի պաշտոնական արձանագրության մեջ կա տվյալ, որ 80,000 հասնող անձնագիր ձեռքով է մուտքագրվել համակարգ։ Այսինքն ոչ միայն վարչական ռեսուրսը, այդ ճնշումներն են տեղի ունեցել, այդ օրենսդրական փոփոխություն, որ այլևս մեր անվանական մեր պատվին ընդունված ապրիլի 7-յան ընտրական օրենսգիրքի փոփոխության մեջ, որ արգելեցին պարոն Կարապետյանի անձնանունի կիրառումը, որպես դաշինքի անուն, այնտեղ մի հատ փոփոխություն արեցին, որ եթե ծրարի մեջ մեկից ավելի քվեաթերթիկ հայտնվի, այդ երկուսն անվավեր են, իսկ նախորդիվ տենց պրակտիկա չկար, որի վրա կար բանը, էմբլեման, այդ հոլոգրաֆիկ նշանը, դա էլ վերցնում են, որի վրա փակցված էր լինում, մեջը 10 քանի հատ էլ եթե քվեաթերթիկ կա, որովհետև շատ հաճախ հատկապես գյուղերում տարեց մարդիկ գալիս են, իրենց համար ցանկալի քվեաթերթիկը գտնում են, տակի մնացածը չեն, մոռանում են նետել, միասին դնում են ծրարը։ Ու ինչ ահազանգեր ենք ստանում, բազմաթիվ ընտրատեղամասերում հատուկ 3-րդ համարի քվեաթերթիկները, հասկանալով, որ տվյալ քաղաքացին ընդդիմադիր է ու ըստ էության մեր ընտրողն է, 2 հատ էին տալի մարդուն։ Մարդը մտնում էր 2 հատ 3 է, երկուսն է դնում էր մեջը, չէ դե չէր գիտակցում քաղաքացին, մտածում էր երևի անգամ ավելի լավ է, էլի թող շատ լինի։ Ու 3-րդ համարի քվեաթերթիկները անվավեր էին ճանաչում, անգամ անվավերության աննախադեպությունը, հա, 2000, եթե նախորդ 17-ին եղել է մոտ 5,000 անվավեր քվեաթերթիկ, 21-ին եղել է մոտ կներեք 18-ին մոտ 5,000, 21-ին մոտ 4,000 ու այս տարի ի սկզբանե 17,000 էր, վերահաշվարկներից իջավ 16,500։ Պատկերացնում եք, ասենք ինչ համարյա քառապատիկ ավել անվավերություն, փոշիացվեց ըստ էության։ Շուրջ 1 մանդատ պլյուս ըստ Դոնթի Բանաձևի, ձայնա դա քաղաքացիների հանդեպ, ինչ ասեմ, քաղաքացիների կամքի միջամտություն։ Երկրորդը ԲՀԿ-ի հարցը, դա մենակ այլևս ԲՀԿ-ի հարց չէ։ Դա բոլորիս հարցն է, դա մեր պետության ու պետականության հիմնարար իրավական սկզբունքների իրական լինելու հարց է, պատահական չէ, որ աշխարհում պետության ժողովրդավարության չափորոշիչներից առաջնայինը ընտրությունների անցկացման պատշաճության մակարդակն է։ ԲՀԿ-ի արդյունքում ընտրովի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի շարք խնդրահարույց տեղամասեց, ընդամենը 2-ի արդյունքները անվավեր ճանաչեց, 3-րդը մեր բարձրացրած աղմուկի արդյունքում, որովհետև անձամբ ես այդ 3-րդի վերաբերյալ դիմում էի ներկայացրել 12-13-ը, որի արդյունքների անվավերությունը բնավ ԲՀԿ-ի վրա չէր ազդելու, այնուհետև ընտրատարածքային նախաձեռնությամբ էլ այդ 3-րդը անվավեր ճանաչեցին ու վերաքվեարկություն ՀՀ չնշանակեց։ Ինչու ենք ասում, հա, Ժորժ ջան, սպասեք։
մենք տեսանք ԿՀ-ի փուլում արդեն այդպես ծայրաստիճան հակաիրավական միջամտություն ու կարծում եմ որևէ մեկը կասկած չունի, որ սա քաղաքական նպատակ ուներ այս միջամտությունը, որովհետև իրենք կորցրել էին 3/5-ի այդ մենաշնորհը։ Իսկ 3/5-ը լուրջ իրենց կյանքում խնդիրներ էր ստեղծելու։ Իրենք պետք է հաշվի նստեն սահմանադրական օրենքները փոփոխելիս, լրացնելիս, այլևս տենց ընտրովի ընտրական օրենսգիրքը չէին կարող բերել, երբ քիմքներին հարի լինել, անտեսելով, հա, ինչքան օրենք, պահանջ, սկզբունք կա ուզածին պես փոփոխելու։ Իրենք անկախ մարմինների ընտրությունների հարցում են կաշկանդված լինելու, որը եւս շատ կարևոր ձեռքբերում է։ Դրանով էր պայմանավորված Հաջիևի այցը ընտրություններից հետո հրադապ ինչ-որ բաներ քննարկելը։ Էդ էլ մի հատ ուրիշ խնդիր է, երևի թե մեր պատմության մեջ երբեք այսքան արտաքին միջամտություն քաղաքացու կամքին չի եղել։ Ի վերջո սահմանադրական ճշմարտությունը հետեւյալն է, որ ժողովուրդն է իշխանության աղբյուրը Հայաստանի Հանրապետությունում, իսկ մեր ժողովրդի կամքին ով չալարեց միջամտեց, հա, այտենց ուղիղ մի շարք երկրների ղեկավարներ Փաշինյանը ղեկավար պետք է ընտրվի եւ այլն, այդ թվում ցավոք սրտի թուրքա-ադրբեջանական տանդեմից եկող այդ աջակցության կոչերը, ընդ որում անգամ բլոգերների մակարդակի, ես ասեմ ավելին, անձամբ ես կենտրոնական ընտրական հանձնաժողովին տիկտոկյան ադրբեջանական բլոգերների հետ կապված գրություն եմ ուղարկել, որովհետեւ այսինքն ադրբեջանական տիկտոկերներն էին լցվել Փաշինյանի ընտրության քարոզչության, այո։ Այս մեր բլոգերներին գիտեի Թութու լավա Արտիշոկի հովովա, ավելի բարձր մակարդակի են էլի հասել, տենց ադրբեջանական բլոգերներ էին Փաշինյանին շատ ինտենսիվ աջակցություն հայտնում, իսկ ԿՀ-ն տիկտոկյան ղեկավարության հետ հանդիպում էր ունեցել, հնարավորություն ուներ էլի կանխարգելելու այդ միջամտությունները, որովհետև ընտրական օրենսգիրքը արգելում է օտար ազգի ներկայացուցիչների ուղղակի քարոզչությունը կամ հակաքարոզչությունը։ Իսկ նաև մեր նկատմամբ եւի հետևել եք, հա, թե այդ ինչ մասշտաբ էր, ծավալ էր, ընդհանրապես այդ ինչ ֆինանսներ էր, որ ներ դրվել ուժեղ Հայաստանի դեմ պայքարին, որովհետև YouTube-յան ամբողջ հայկական հարթակները եւ Facebook-յան գալիս են երրորդ ծագում ունեցող կասկածելի ինչ որ աղբյուրներից գովազդներ, որոնք հակաքարոզչություն են ուղղակի մեր նկատմամբ ու շատ ազդեցիկ հակաքարոզչություն են։ Հիմա մեր մանդատներին ինչ վերաբերում է, այստեղ այս պայմաններում, այս միջամտություններում, այս վախի մթնոլորտում, այս հետապնդումներում անձամբ մեզ շուրջ 340,000 քաղաքացի իր քվեն հասցրել է տեղ։ Հավաքական ընդդիմությունը շուրջ 740,000 մարդ, ընդ որում նաև փոշիացած ցայները դեմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանին, այսինքն իրենք դեմ են եղել, որ քաղաքացիական պայմանագիրը այս երկրում իշխի ու այդ մարդիկ մեծամասնություն են, ինքը չունի 50+։ Արդեն սա արձանագրված փաստ է։ Արդյոք հիմա մենք պետք է հասկանանք, որոնք են մեր անելիքները, մանդատ վերցնել չվերցնելու հարցը պլյուս մինուսները եւ ինչ վրա հասնող նոր խնդիրներ գոյություն ունեն, որոնք ազգային օրակարգային են լինելու։ Տեսեք, ես անկեղծ եմ ասում, սա բնավ մոլորեցում չի, արդարացում չկա մանդատ վերցնելու, բայց մանդատ չվերցնելը ամենահեշտ ճանապարհն է, որովհետև կարծում եմ լիահույս եմ գոնե որևէ ազնիվ ընտրողի ու հատկապես մեր ընտրողի մոտ երբևիցե կասկած չի առաջացել, որ մենք այս պայքարի մեջ հայտնվել ենք ինչ որ մանդատ ունենալու կամ պաշտոն ունենալու համար։ Հա, մանդատը շատ թանկ բան է այն տեսանկյունից, որ դա քաղաքացու վստահությունն է մեր ուժի նկատմամբ, բայց միևնույն ժամանակ ինքը բեռ է, ինքը լրջագույն խնդիրների համասփյուռ է, եթե դու ընդդիմադիր գործիչ ես։ Ու ամենակարևորը շատ մեծ պատասխանատվություն ստանալն էլ, քանի որ դեր չի խաղում, որովհետև ցանկացած պահի Վարդապետյանը կարող է մտնել եւ ձեզ անձեռնմխելիությունից ընդդիմադիր գործիչների արդյոք երբևիցե անձեռնմխելիությունը ընդդիմադիր
падգամավորի համար տենց մեծ պաշտպանություն է։ Բնավ Չէ, ոչ, բայց այդ դեպքում Տիկին Մելոյան ուրիշ հարց է առաջանում։ Այդ դեպքում հիմա ինչի է Նարեկ Կարապետյանը հանդիպում նշանակում ձեզ քվետված մարդկանց հետ, որ ապրեք, քննարկի այդ հարցը, գալիս որովհետև է դա մեկնաբանվեց այսպես, որ դուք ունեք արդեն այդ որոշումը, որ պիտի մանդատները վերցնեք եւ դա պարզապես ուզում եք գցել քաղաքացիների գրպանը։ դա կեղծ թեզ է, էլի էս իշխանությանից եկող քամի է։ Մгм. Եթե մենք վերջնական ունենանք որոշում, մենք հակված ենք, որ ճիշտը մանդատ վերցնելն է։ Ես անձամբ որպես սահմանադրագետ, որպես մարդ, ով Այո, դա ձեր նախորդ տարիների որոշելիքն է, եղել է, այո, որովհետև դրա պատասխանատվությունն էլ եք դուք կրում։ Դուք բնականաբար, բայց որոշում մենք եք, դուք կիսում կրում ենք այդ որոշումը մեր ընտրողի հետ։ Այդ մենք երբեք չենք գցում։ Ընդհանրապես մենք տես մարդիկ ենք սկսած մեր առաջնորդից, որ բնավորություն չունենք, էլի պատասխանատվությունը սրա նրա գրպանը գցել, այդ ինչ որ այս երկրում ասել ուրիշ ես քաղաքական պատասխանատու ուժ եմ, է, բայց հա։ մեղավոր չեմ, Հա, այն սկսած պատերազմից ու զոհերից բոլորին մեղավորներ նշանակել, այդ կոնկրետ ուժ կա, իրենց գործելավոճն է։ Մենք պատասխանատվություն ստանձնում ենք ու դա բնավ տենց իմիտացիա չէր։ Մենք իրոք ուզում ենք մեր ընտրողների հետ խոսել, որովհետև ի սկզբանե մենք մեր ընտրողների հետ խոսել ենք։ Նենց չի, որ տենց դիստանցիա կար, նոր հիշեցինք մեր ընտրողին։ Ոչ, մենք եղել ենք ազնիվ, մաչելի ու մենք շատ շնորհակալ ենք, որովհետև նորածին քաղաքական ուժ լինելով, այս հանրային աջակցությունը իրապես աննախադեպ էր։ Մարդիկ հազար տասնյակ, ասեմ ավելին, գիտեք, չէ՞, մինչ օրս մարդիկ հիմա դիմումներ են ներկայացնում, զանգում են, ասում են ուզում են գան գրանցվել կուսակցություն։ Այս ներհոսքը ես եմ շաքաղվելու անգամ իրականում շարունակվում է։ Այդ պատկերացնում եք այդ պատասխանատվությունը։ Մենք հետ քայլի նահանջի տեղ չունենք, իրավունք չունենք, որովհետև այդ մարդիկ մեր դեմքին են նայում։ Իրենք տվել են պատասխանատվություն ու ասեմ, ես ճիշտ է սահմանադրական դատարանում էի, գործընկերներիս հետ եմ խոսել, հետո քաղաքացիների մի մասը եկել էր սահմանադրական դատարան, հնարավորություն ունեցան այլ իրենց հետ խոսել ու մենք մենակ այս Տաշիր Արենայի հանդիպմամբ չէ որ խոսում ենք, մենք անդադ ենք խոսում։ Ես կապի մեջ եմ, մարդիկ գրում են, գալիս են գրասենյակ, զանգահարում են, մենք հաշվի ենք առնում կարծիք։ Եթե մեր ընտրողները 100%-ով միաձայն ասում են դուք պետքա մանդատ չվերցնեք, մեր ուղին էսա է, մենք արդեն դրանով կաշկանդվելու ենք, բայց մարդիկ չեն ասում։ Զուգահեռ, ինչքան այդ օտար քամիները փչելով մարդիկ ազդեցության տակ են ընկնում, ասում են, չէ, սխալ է մանդատ վերցնելը, այդքան էլ մենք ընտրող ունենք, որ գրում են, ասում են, դուք իրավունք չունեք չվերցնեք մանդատ, մենք ձեզ դրա համար չենք քվեարկել, որ թողեք գնաք ձեր կյանքով ապրեք, որովհետև ըստ էության մանդատ չվերցնելն է որակվելու է որպես հետ նահանջ պայքարից։ Իսկ ինչ ունենք, ասելու են թռակ։ Իհարկե ասելու են։ Իսկ հիմա իմ համար քաղաքացիական պայմանագիրն է առաջնորդող, թե իմ ընտրողը։ Բայց մյուս կողմից էլ բայն սպառնալիքները, որը ձեզ հնչում են ԿՊ-ի կողմից, դուք տեսաք, որ Երևանի ավականու նիստում ինչ ծեծկրտուկ եղավ, կանանց մենամարտեր, խորհրդարանում էլ վստահ կան Անի Խաչատրյաններ, որոնք ջուր կշփեն ձեր երեսին, կփորձեն ապտակել, չգիտեմ, ձեռնամարտ անել։ Դա է իրենց ձևը, եւ ես շատ ցավում եմ, որ իրենք եկել են եւ մեր պետական մարմինները տենց շրիշակի մակարդակի են իջեցնում, բոլոր հարթություններում, դա իրենց վախերի դրսևորումն է, որովհետեւ երբ իրենց խոսույթը եւ հիմնավորումներն ու փաստերը չեն բավարարում, իրենք սկսում են տենց բեմականացումների, Քավլիցի ընդունենք մի բանում իրենք շատ հոյակապ են այդ քաղաքական մանիպուլյացիաներում, բայց այդ մանիպուլյացիաների արդյունքում իրենք մեր ողջ ազգն ու պետությունն են դեգրադացնում, որովհետև իրենք են քաղաքական ուժը, որ եկան ու հատուկ նպատակաուղղված բաժանարար գծեր գծեցին մեր հանրության մեջ, իրենք են քաղաքական ուժը, որ իրենց ֆեյքա ֆաբրիկաներով ամենաստոր հայհոյանքներն ու բառամթերքն են ներմուծում մեր հասարակության մեջ, օրինակ երբ հեղափոխություններ տեղի ունենում, մարզային տատիկը ու դեպք եղել եմ հետ խոսելով կիսվել են, ասում ես չգիտեի, որ մեր կանայք տենց հայհոյանքներ են տալիս ու տատիկը մտնում է, օրինակ տեսնում է հրապարակում լրատվամիջոցի ու տեսնում է մի հատ իրապես տատիկ ամենավատ հայհոյանքներն է գրել ու այդ մարդը չի գիտակցում, որ դա ֆեյք է, տատիկ չի, մի հատ են հետևում տակավին երիտասարդ նստած իրան թույլ է տալիս տենց արտահայտել իր հոգեբանական խութերը ուրիշի դեմքով Բայց դուրս կան բերել։ հայհոյող տատիկներ հանուն արդարության ասել եւ Քարոզարշավի Փաշինյանին մոտենում են եւ հայհոյանքով ասում էին իսկ արդյոք դա չխթանվեց
գոնե այդ հանրային պարսավանքը մերպես փոքր հասարակություններում երբեմն դրական էֆեկտներ էլ ունի։ Ճիշտ է, լավ չի այդ կաշկանդվածությունը մի շարք բռնությունների տեսանկյունից, բայց մերպես փոքր ազգերի համար բարևարքությունը, բարոյականությունը, բարեկրթությունը իրենք ճակատագրական նշանակություն ունեն, որովհետև իրենք մենակ այդ բաժանարար գծերը ուղղված են մեզ մասնատելուն, մեզ ընդհանուր մինչև դեմոգրաֆիական խնդիրներ։ Արդյոք դուք ես գիտեք ինչից եմ ամենաշատը ցավում, պարոն Կարապետյանի հետ, թե ես իրեն չէի ճանաչում ու հենց իր անձով էր պայմանավորված, իր անցած ճանապարհով, հետագծով մեր հայրենիքի համար իր կատարած գործողություններով, որ ես ինձ համար այդ ճակատագրական որոշումը ընդունեցի, կուսակցական դարձա, ինձ համար շատ ծանր ու պատասխանատու որոշում է եղել։ Ու պարոն Կարապետյանի հետ երբ առիթ ունեցա շփվելու, դուք չեք պատկերացնում ինքը ինչ գլոբալ պլաններ ուներ մեր հայրենիքի հետ կապված, երբեմն մեզ մեղադրում էին, հա, ասում են տենց մասշտաբային առաջարկներ եք ներկայացնում, որոնք իրականանալի չեն, ոչ իրականանալի ու իրատեսական են, ու անգամ շատ բաներ չհասցրեցինք է բարձրաձայնել, ու ես շատ վատ եմ զգում, որ այն աշխատանքը, որ արդեն հնարավորություն ունենք սկսենք անելու, որ մեր քաղաքացիների կյանքը բարենորոգվեր, որովհետև երբ վեր ենք հանում տվյալները, իսկ այս ընթացքում մենք այցելել ենք մարզեր, գյուղեր, դուք չեք պատկերացնում մեր հայրենիքը ինչ վիճակում է։ Սրանք լրիվ անգամ այդ գունավոր մանկապարտեզների եւ դպրոցների ասֆալտապատ փողոցների ֆոնին անգամ ասում եմ, հələ իրենց պաշտոնական վիճակագրություններով ենք, հա, առաջնորդել։ Մարզեր ունենք, աղքատությունը կրկնապատկվել է։ Մարզեր ունենք, գյուղերում դուք չեք պատկերացնում մարդիկ ինչ պայմաններում են ապրում, ինչ չքավորություններ, իրենք 10 թվականից ի վեր պատկերացրեք, հա, էլի sense ձեռքով փորձեմ ցույց տալ, նպաստը ըստ էության միջին մոտավորապես 42,000-ից 48,900 են հասցրել, իսկ միջին սպառողական զամբյուղը, որը մարդու համար անհրաժեշտ ամսական մթերքն է կազմում, մոտավորապես 78,000 դրամի է հասել։ Անգամ մենակ այդ նպաստով միջին մարդը կիսով չափ ամսական մթերքը հնարավորություն չունի գնելու, այնտեղ էլ չենք ասում կոմունալ վճարներ, էլ չենք խոսում բուժօգնություններ, էլ չենք խոսում այլ տնտեսական հարցեր, որ մարդը ստիպված է։ Դե իրենք դրա բացատրություն ունեն, իրենք ասում են վատ ժառանգություն ենք ստացել, Սերժի ժամանակներից են այդպես, դատարկ գյուղեր են եղել, մենք հələ փորձել ենք սպառողական հիմա օրինակ բերեմ։ Հիմա էդ էլ օրինակ էլի նախկիններն են մեղավոր։ Նախկիններ, այո։ Երրորդ ժամկետ են մարդիկ գնում, դեռ նախկիններն են մեղավոր։ Այլևս նախկիններ մեղավոր չեն ու ասեմ ավելին, իրենք հարյուրապատիկ ավելի շատ են կաշկանդված ցանկացած ապօրինություն կատարելու, քան որևէ նախկին պաշտոնյա, որովհետև իրենք նախկիններին դրա համար մերժեցին եւ հեղափոխություն իրականացրեցին։ Այսինքն ժողովուրդը իրենց պատգամել այդ նախկին բարքերի դեմ պայքարը եւ անգամ մի հատ միջամտություն ընտրական գործընթացին եւ խախտումը պետք է դրա համար իրանք հարյուրապատիկ ավել պատիժ ու պատասխանատվություն կրեն։ Ասել էր ձեռքերս կկտրեմ։ Ասել էր, բայց տեսանք այդ ասողը, հեղափոխությամբ իշխանության եկողը, մասնագիտությամբ լրագրող վարչապետի օրոք դուք անձամբ ձեր մաշկի վրա կարծում եմ զգացել եք ամենաշատ սահմանափակումներն է հենց լրատվամիջոցների ու միջամտությունն է ազատ մամուլի դեմ գործարկել։ Իրենք 3 անգամ լուսաձայնային նռնակ կիրառեցին խաղաղ անհնազանդություն ակցիա իրականացնող ժողովրդի նկատմամբ, որտեղ անձամբ ես ֆիզիկապես 3 անգամներ ներկա եմ գտնվել։ Հիմա օրինակ եմ բերում, հա, էդ էլ նախկինները չեն արել, ժողովրդագրական այլ դեմոգրաֆիա, այդ հələ բերեցի պարենային, այս թանկացումներ, որոնք իրենց ցախուղած կառավարման արդյունք են, այդ ոնց արտաքին պարտքը կրկնապատկվում է, զուգահեռ ամեն ինչ թանկանում է, իսկ մարդկանց սոցիալական օգնությունները անդադ կրճատվում են։ Հիմա տեսեք, մեր համար ճակատագրական է ժողովրդագրական աճի խնդիրը, որովհետև կան պետություններ, որոնք շահագրգռված են մեր չլինելու հարցում, իսկ մեր երկրում ամուսնալուծությունները էական աճել են, ամուսնալուծությունների թիվը, ամուսնությունների թիվը նվազել է, ծնելիության թիվը նվազել է, մահացությունները աճել են։ Բնական աճը մոտավորապես պաշտոնական թիվի, եթե չեմ սխալվում, 34%-ով ընդհանուր համապետական անկում է ապրել։ Օրինակ Լոռվա մարզում 70+% բնական աճի անկում է։ Դուք պատկերացնում եք, սրանք աղետալի թվեր են։
Ու ինչ անում էս իշխանությունը, հիշում եք, հա, մենք պարոն Կարապետյանը հայտարարել էր, մենք հատուկ հիմնադրամ ենք ստեղծելու ու նպաստներ ենք տալու ընդհանուր մինչև 4-րդ պլյուս երեխաների համար բնակարան, որպեսզի արագ խթան ստեղծվի, մարդկանց շահագրգռեն, հա, երեխայի ծնելիության հարցում, օրինակ պարոն Կարապետյանը ու միշտ ասում ենք, հա, ոնց դուք խաբում եք եւ այլն, արդեն էլի արել էր, այդ պրոյեկտն էլ էր մարդը արել, Արցախում 4-րդ երեխաների ծնելիության համար $4,000 նպաստներ էր հատկացրել որպես բարեգործություն ու դրանով կար ուսումնասիրություն, որ միանգամից Աճել էր խթանվել էր բնակչությունը։ բնակչությունը ու ակտիվացել էր ծնելիությունը։ Հիմա սեպտեմբերից որևէ մեկը չի ասում, հա, այդ նախկիններից սկսած 2013 թվականից, եթե չեմ սխալվում, նպաստը հետևյալն էր՝ յուրաքանչյուր երրորդ երեխայի համար 1 միլիոն դրամ, պետությունը հատկացնում էր եւ արդեն 4+ 1.5 միլիոն դրամ։ Հիմա սեպտեմբերից իրենք հավասարացրել են եւ յուրաքանչյուր երեխայի ծննդի համար անկախ կլինի դա մեկը թե 5-րդը տարածեն ընդամենը 500,000 դրամ։ Այսինքն էականորեն շահագրգռվածությունը իջեցնում Շատ են, չունեն անդամ։ բնականաբար, էլի հերթական խթանը վերացնում են ժողովրդագրական աճի։ Տիկին Մելոյան, վերադառնանք նորից ՍԴ-ում վիճարկվող հարցին, որտեղ ոնց պատտվում ենք, էլի այդ Դե հիմա հարցն է դա է հիմա արդիականն, այո, հիմա դրա շուրջ ենք մենք։ Ես մի ուշագրավ ելույթ լսեցի Սահմանադրական դատարանում, որտեղ փաստերով հետաքննություն է իրականացվել, թե ոնց է այս իշխանությունը իրենց նախընտրական քարոզարշավը կատարել մեր բոլորիս գրպանների հաշվին, մտնելով մեր բոլորի գրպանը։ Ես կռահում Սկսած եմ ամենամանր հարցերից, հա, այո։ ամենամանր հարցերից, հա, տրանսպորտային ծախսերը նախորդ տարիներին ինչ թիվ էին կազմել 200,000 դրամ, չգիտեմ, 0 դրամ, 500,000 դրամ եւ 2026-ի համար sense կտրուկ աճել էր 6 միլիոն դրամ, որը ակնհայտորեն կապվում է այդ ուրախ ավտոբուսի իրենց տեղաշարժի հետ ու մնացած բոլոր հարցերը, սկսած բեմ հավաքելու ծախսերից, դրոններով շոու, քաղաքացու օրվա միջոցառումները, որ հանրային քննարկում մարզերում, բայց չի իդենտիֆիկացվում թե այդ որ քննարկումն է եղել հենց այդ օրը, որի համար ծախսել էին 13 միլիոն դրամ, մնացածն էլ Ֆաստբանկի միջոցով էին արել, որը էլի կապվում է բյուջեի հետ, որովհետև չի կարող ինչ որ մասնավոր ընկերություն ռոպագանդայով զբաղվող միջոցառում իրականացնել, այդ կրծքանշաններն էին այդ ժամանակ բաժանում, նույն թխվածքաբլիթները Փաշինյանի, այսինքն իրենց PR-ի համար էր դա նախատեսվում եւ դրա համար հարյուրավոր միլիոններ ծախսվի, որը չի մտնում բյուջեի մեջ։ Ինչ կասեք այս փաստերի մասին։ Խոսքը Տիկին Սողոյանի հիանալի ելույթի մասին է։ Տեսեք, եթե մենք հիմա իրավական գործիքակազմերով կաշկանդված երկրում ապրենք, նախ այդ հարցերին արդեն վաղուց իրավապահներ են հնչեղ ուժեղ Հայաստանի շուրջ բացահայտումների, ճակերտավոր բացահայտումներին զուգահեռ այս բացահայտումներից կխոսեին։ Բայց քանի որ այդպես չէ, գոնե Տիկին Սողոյանի ելույթի հետքերով արդեն պետք է հարուցված գործեր լինեին, հաշվի առնելով այն օպերատիվությունը, որը կրկին մենք տեսել ենք ուժեղ Հայաստանի նկատմամբ։ Բայց քանի որ խոսքը քաղաքացիական պայմանագրի մասին է, բոլորը լռում են։ Ու տեսեք, այս թարմ տակ հետքերով էլի վերջնա հիմնաքարն է, որ չի եղել հավասարության սկզբունք, իսկ հավասարության սկզբունքը ընտրական գործընթացի հիմնասկզբունքներից է։ Այսինքն, այն ինչ որ գործել է մեզ համար, բնավ չի կաշկանդել քաղաքացիական պայմանագրին։ Իսկ տեսեք ինչ գոյություն ունի։ Գոյություն ունի կուսակցությունների հիմնադրամների հաշվետվությունների ու հայտարարագրման համակարգ։ Սա լրջագույն ներդրում է վերահսկելու ու հավասարություն ապահովելու ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքացիների միջև, այո, հաշվի առնելով միջոցները։ Օրինակ, որևէ մեկին համար գաղտնի չէ, որ Սամվել Կարապետյանը չէր նեղվում ֆինանսական միջոցներից ու մենք շատ հարցերում մեր նախընտրական քարոզչության կաշկանդվում ենք, որովհետև կար առավելագույն լիմիտ ֆինանսական միջոցների։ Հիմա քաղաքացիական պայմանագիրը չէր կաշկանդվում այդ առավելագույն սահմանափակում, ասեմ ավելին, հիմնադրամների հետ կապված գործընթացների խախտումները իրանք լրջագույն հետևանքներ են կուսակցությունների համար նախատեսում։ Մենք տեսել ենք, հա, այդ միջոցառումները, այդ գերթանկարժեք դրոններով շոուն, ընդհանուր միջև ասում են, որ այդ քարտեզները, որ քարոզչական միջոցներ են փակցնում բաժանում են քաղաքացիներին, դրա հետ կապված հայտարարագրված չէ, հա, ֆինանսական ծագումը, իսկ ընդհանուր միջև են թերթիկները, որ բաժանում ենք, դրա վրաները պետքա փակցված լիներ, որտեղից ենք պատվիրել, ինչքան է տպագրվել։ Հա։
ու Տիկին Այն ինչը Սողյանը ձեզ չէր կարելի էր ՔՊ-ին։ դա ընդհուպ մինչև իրենց գործունեության արգելքի կարող էր հասցնել, եթե մենք իրավական պետությունում լինեինք, ընդհուպ ընտրապայքարից դուրս մնալու, եթե իրավական գործիքակազմերը գործեն, ու Տիկին Սողոյանը ոչ միայն ներկայացնում է, որ խախտվել է այդ առավելագույն շեմը, այլև ներկայացնում է կոռուպցիոն սխեմաներ, որ պետբյուջեի հաշվին ինչ-որ անհեթեթ մեծ գումարներ կամ որոշ դեպքերում անհամաչափ ցածր գումարներ են սահմանված, այս բոլոր ներկայացված Իսկն դրվագները անշաշկույք լրջագույն վարձակալելու այդ իրենց որոշ դեպ այո, անհատույց այո, տալիս որոշ են, դեպքերում այդ են, որ դեպքում բանը։ անհեթեթորեն տրամաբանական չէ, էլի, ակնհայտ այնտեղ կոռուպցիոն սխեմաներ է, լուրջ ֆինանսական հոսքերի մասին է, որոնք թաքցվել են, պետբյուջեի հաշվին որոշ գնումների մասին է, մասնավորների ներգրավման մասին է, այս նախընտրական պրոցեսներին, որոշ դեպքերում ֆինանսայականորեն պակաս է, որոշ դեպքերում էլ մի հատ անհեթեթ դրվագով ահռելի մեծ գումար է ծախսված, ըստ նպատակահարմարության, հա, որը եթե մտնում էր հիմնադրամի մեջ քիչ էր գումարը, եթե չէր մտնում պետբյուջեով էր, ինչ որ ուռճացված էր։ Այս պարագայում այս բոլոր դրվագները պետք է առանձին քրեական գործերի ու հետաքննության ու նախաքննության մարմինների համալիր ուսումնասիրության առարկա դառնային, ինչը երևի դժվար տեսնենք, էլի, քանի դեռ սենց անհեթեթ հակաիրավական պայմաններում են գտնվում։ Այո, դժվար էլ ինչ-որ Ու ասեմ ավելին, արդյունքների, հենց միայն որ սրանով է կաշկանդվեինք, այս արդեն ընտրությունների անվավերության հիմնարար հիմք է։ Օրինակ գործընկեր պարոն Վարդևանյանը համալիր էս ամենը ներկայացրեց, հա, փաթեթներով վարչական ռեսուրսի ազդեցություն, նախաքննական մարմինների այդ բոլոր հիմնարար սկզբունքների հավասարություն, արդարություն, թափանցիկություն, գաղտնիություն, այս բոլոր սկզբունքները բացահայտ կերպով խախտված են։ Տիկին Սողոյանն էլ արդեն անհատականացրեց։ Սրանք արդեն այդ ընտրությունների անվավերության հիմնապատճառներ են, եթե անգամ վերացարկվեն քվեարկության օրվա համալիր խախտումներից։ Բայց դե տեսնենք, ասում եմ հիմա գնդակը սահմանադրական դատանի դաշտում է, այնուամենայնիվ, առնվազն ես տեսեք համոզմունք ունեմ ու կարծիք ունեմ, որ մեր հանրության մեջ կասկած չկա, որ Բարգավաճ Հայաստանի նկատմամբ միջամտությունը բացահայտ հակաիրավական ու քաղաքական բնույթի էր, եւ մոտավորապես 30 ձայնի պատճառով մոտ 60,000-ի հասնող ձայն առ ոչինչ ճանաչեցին։ Սա ծայրաստիճան անհարգալից վերաբերմունք է նախ ընտրողի կամքին, միջամտություն էր ընտրողի կամքին, եւ երկրորդ, կրկին եմ ասում, ողջ մեր պետության իրավական գնահատանքի, մեր պետության ռեյտինգի եւ մեր պետության վարկանիշային ընկալման խնդիր է։ Եվ Սահմանադրական դատանը ունի հնարավորություն մանդատների բաշխման կարգ սահմանելու, եւ եթե վերացարկվենք ակնկալիքներից, առնվազն գոնե այդ արդարացի ակնկալիքը կարող ենք ունենալ։ Դուք շատ լավատես եք եւ ըստ էության սպասում եք, որ ամեն դեպքում մի փոքր հույս կա, որ ՍԴ-ն ինչ-որ որոշում կկայացնի հօգուտ արդարության, բայց հաշվի առնելով ՔՊ-ի վարքագիծը, իրենք արդեն պաշտոններն են կիսում, արդեն ազգային ժողովի նախագահի պաշտոնն են որոշում։ Անվավերության հիմք, որովհետեւ իրենք հələ չունեն արդյունք վերջնական։ Սա չի նշանակում, որ նախ ուղերձ են հղում ՍԴ-ին, որ արդեն մենք որոշել ենք, հետ եկեք։ Դե տեսեք, եթե Սահմանադրական դատանի դատավորները ունեն մասնագիտական արժանապատվություն, այդ ուղերձը նաև իրենց մասնագիտական արժանապատվությանը ինչքանով կդիմագրավեն, արդյոք իրենք քաղաքական ուղերձների են ենթարկվում, որովհետև մենք արդեն զանգովի արդարադատություն տեսել ենք, SMS-ային արդարադատություն տեսել ենք, խմբագրային արդարադատություն ենք տեսել, օրինակ Սամվել Կարապետյանի գործը քննվում էր Կալանքի միջնորդությունը երկարաձգման դատարանում, մեկի Հայկական ժամանակը գրում է, հələ գործը ընթացքում է, Սամվել Կարապետյանը եւս 2 ամսով կալանավորվեց, ու կռահեք բնականաբար արդյունքում Սամվել Կարապետյանը եւս 2 ամսով կալանավորվում էր։ Էնպես որ հիմա էլ սա պաշտոնային արդարադատությունն է։ Ես լիահույս եմ, որ ինչ ասեմ, ասում եմ էլի գնդակը Սահմանադրական դատարանի դատավորների մասնագիտական արժանապատվության, սահմանադրականության, սահմանադրական մշակույթի կայացման դաշտում է ու իրականում հնարավոր է քաղաքացիները այդ պրոյեկտը հիմա ասենց մեծ
չեն տեսնում մեծ պատկերը։ Ես առնվազն տեսնում եմ աշխարհը հետևում է մեր սահմանադրական դատարանին ու իրենց որոշումը ոչ միայն իրենց անձնական մասնագիտական վարկանիշի խնդիր է լինելու, իրենց որոշումը լինելու է ինստիտուցիոնալ վարկանիշի խնդիր, պետության ու պետականության ու պետության հիմնարար իրավական սկզբունքների կայացվածության խնդիր։ Իրենք իրականում հիմա շատ լուրջ պատասխանատվության ու բեռի ներքո են գտնվում ու մենք ես կարծում եմ իրավունք չունենք շրջանցենք այս ինստիտուցիոնալ խնդրին դիմելու։ Հա, այս этаպը պիտի բան, ասում եք ամբողջ աշխարհը հետևում է։ Աշխարհի մի շարք երկրներ շտապեցին Փաշինյանին շնորհավորել, բացառությամբ Պուտինի։ Չէ, ինչի Չինաստանն է չէր շնորհավորել, Մեծ Բրիտանիան է չէր շնորհավորել։ Իրանք շահարկում են, քան որ այդ հակառուսականությունն է իրենց տիրույթում, քաղաքացիներին էլ մանիպուլյացիա։ Այսինքն Պուտինը մենակ չի, որ չի շնորհավորել իրականում։ Այո, մենակ չի, էլի բայց ահռելի քանակով երկրներ ամեն դեպքում շնորհավորեցին, շտապեցին։ Ահռելի քանակով երկրներ բաց այդ եկել մեր երկրում քարոզչություն էին իրականացնում։ Դրա համար դա արդեն նորմալ չի։ Ինչքան էլ ես դրական վերաբերմունք ունենամ այդ երկրների հետ, կա օրինակ ես Ֆրանսիան շատ եմ սիրում։ Ես Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրել եմ, ես ավելի հոգեհարազատ է ինձ ինստիտուցիոնալ առումով այդ ուղղությունը, բայց դա արդյոք նորմալ է, որ իրենք միջամտում են իմ ինքնիշխանությանը, այդքան շահարկում են։ Ամենավախենալու բանը երևի այն երևույթներն են, որը այս իշխանությունը շատ է շահարկում։ Ինչի մասին շատ խոսում են, հետո այդ երևույթը դա ոչնչանում է երկրում, ժողովրդավարություն, ինքնիշխանություն, անկախություն, տարածքային ամբողջականություն։ Մի հետաքրքիր դրվագ եղավ երեք սահմանադրական դատարանում, չգիտեմ դուք խառն եք, նկատել եք թե չէ հետո տեսանյութերով, երբ որ ԿՀ-ի անդամները սահմանադրական դատարանի շենքը լքում են, քաղաքացիների արձագանքը եւ նրանց ճանապարհելը այն որ թուրք, սրիկաներ, հայվաներ, թքեմ երեսի, չգիտեմ, այս տիպի sense բառամթերքով, ուղղակի ամոթանքների, վանկարկումների ներքո նրանք հեռանում էին ՍԴ-ի շենքից, դա կլինի առաջիկա 8 օրերի ընթացքում, այս ամբողջ այդ քննարկման ողջ ընթացքում մինչև հուլիսի 8-ը ենթադրում եմ, դեժավյու չի, որովհետև այդ նույն պատկերը ձեզ չի հիշեցնում այն նույն ժամանակը, երբ որ մերժում էին Սերժին, հասարակությունը իրենք չէին անկալում, որ մերժվում են։ Տիկին Ջեբեջյան, ես մի բան շատ անկեղծ ասեմ, ես տենց դրվագներից անձամբ այնտեղ կանած այնքան վատ եմ ինձ զգում։ Մենք բոլորս ենք վատ զգում։ Ես իրապես ասում եմ, որ մի քիչ շատ իմ պատ եմ իմ էությամբ ու վատ եմ զգում, որովհետև ամեն դեպքում յուրաքանչյուր մարդ մի բան ընտրության հնարավորություն է ունենում, ինչ եմ ես ասում, ես լավատես եմ նույն ՍԴ-ի հետ կապված, որովհետև ամեն մարդ կրում է իր որոշումների հետևանքը։ Արդյոք օրինակ ես չէի կարող լինել եւս այս իշխանության մաս, ավելի հարմարավետ կյանքի գնայի, ավելի հեշտ որոշումներ կայացնեի։ Այդ առաջարկ ստացել։ Դե աշխատել եմ եւ օրենսդիր մարմնում ես վարչության պետ եմ եղել, երբ իրենք եկել են մի քանի պաշտոնի բարձրացումներ ունենալ։ Աշխատել եմ, այո, ու հենց շատ կտրուկ որոշման արդյունքում շատ կտրուկ դիմում եմ հրաժարականի ներկայացրել։ Առնվազն եթե հանրային ընդդիմադիր գործչի կարգավիճակ չունենա, էլի իմ կյանքս շատ բարվոք է, իմ կյանքում ամեն ինչ շատ հոյակապ է, լրացուցիչ անձնական, ընտանեկան եւ մասնավոր բիզնեսից գործունեության հետ խնդիրներ չի ունենա ավելի շատ քան ունեմ։ Դա մեր որոշումների արդյունքն է։ Արդյոք մենք իներտ տենք, արդյոք մենք գլխիկոր պետք է այդ քաղաքական հրահանգավորվածությունը ընդունենք, արդյոք քաղաքական որոշումներ թույլ տանք որպես անկախ մարմին ընդունել ու արդյունքում մարդիկ կրում են հետևանքները, որովհետև ես նաև շատ ծանր եմ տանում, որ մեր հանրությանն եմ պիտակավորում, մեր ժողովուրդը այդքան էլ քնած չի, ես ուժեղ Հայաստանի համատեքստում շփում ունեցա հազարավոր մարդկանց հետ, էլի ունեցա, ես 5 տարին եմ, ես փողոցներում եմ ու իմ պայքարը իրականում ամենամեծ մղիչ ուժը այն հայրենասեր մարդիկ են, ում հետ ես փողոցում ծանոթանում եմ։ Դուք չեք պատկերացնում, ազգագրագետներ, արխիվագետներ, այս հայրենիքի ցավով ապրող մարդիկ են ու ես չեմ կարող որոնք այդ օղակներում այնքան մեծ զրկանքներ են կրում։ Երեք ես համանդրական դատարանի մոտ առնվազն մի քանի հոգի ինձ մոտեցավ եւ ասաց, թե ուժեղ Հայաստան կուսակցությանն է աջակցել եւ ոնց են իրենց աշխատանքից հեռացրել։ Օրինակ մի տղայի շտապօգնությունում բուժակ է աշխատել, ասել են, եթե մեզ պետք լինի կստիպենք դու Նիկոլին աջակցես, մարդ դիմում է, ստիպել են որ դիմում գրի, ասացվի։ Ինչ է, հարյուրավորներ, մենք
դիմում ունենք մարդկանց, որ դիմում մեջ գրել է քաղաքական հայացքի համար ստիպել են դիմում գրեմ աշխատանքից ազատ Ուսուցիչներ հազարավոր այդպես, Ինձ Աղավնաձորի գիտեք դեպքը։ մարդիկ քայլում ենք քարոշություններ գալիս ականջիս ասում են ես ստեղ եմ աշխատում, ինձ ստիպել են նկարեմ քվեաթերթիկս, չգիտեմ ինչ եմ անելու, իմ հոպատական չեն իմ ասուլիսները մինչև ընտրություններն է, որ ասում ահա զանգում էի, թեժ գիծ էի ասում, բայց մարդիկ ընտանիքներ են ապրում այդ աշխատավարձերով, իրականում մարդիկ վախենում են, իրականում մարդկանց ահաբեկում էին գիտեք ինչքան աջակից ունենք, որ բարեկամներին, որ ընդհանրապես բարեկամներ ունեն, անգամ քաղաքական հայացքով կարող է իրանց են աջակցել, բայց աշխատանքից հեռացնում են, ինչա մյուս որ գան ճնշեն էր իրենց ազգականին։ Իրենք հասկանում եք նույն ձայնագրություններ այդ, ինչ որ շինծ ու ձայնագրություններ են շրջանառում, հետո падգամավորները վերցնում են այդ ձայնագրությունները, ռիլերի թեմա են սարքում, ընդհանրապես իրանց падգամավորները ինչով են, ինչ է մեր հայրենիքը այս օրի։ Մենք նոր խոսում ենք սոցիալ-տնտեսական խնդիրներից, ազգային անվտանգության լրջագույն խնդիրներ են վրա հասել։ Կարող է որ այս падգամավորները վարչապետը մի քիչ ավելի բլոգեր լինեն եւ մի քիչ շատ ավելի պաշտոնյա լինեն, այս օրին չլինենք։ Ինչ իրավունքով եք դուք ամոնակի։ Ես տենց մի քիչ ազատվեմ, սկսելու եմ դատական հայցեր բոլորին ուղարկել։ Падգամավորներ կան, բացում ես էջի կեսը ես եմ անձամբ։ Այ դրան ուզում էի անդրադառնալ։ Մանավանդ ձեր հարցազրույցներից մեկից կտրած հատվածը իրանց անկլավ է։ Ես տեսա, որ ՔՊ-ի կին падգամավորները, հատկապես Սոնա Ղազարյանը, Թագուհի Ղազարյանի էջում կարծեմ տեսա Մարիան Կարապետյան, այսպես շշմել էին ձեր այդ խոսույթից, oh my god, բան վիճակներ։ Դե մտքի գիգանտներ են իրանք, տենց ինտելեկտի վառ ներկայացուցիչներ են, ապշել են։ Ես իրականում մի քիչ վիրավորական, որ տենց կասկածի տեղի կարող է տա այն իմացությունը ես արդյոք գիտեմ ինչ անկլավը թե չէ։ Որովհետև հենց Սրբազան պայքարի ակունքում մեր պայքարի ծիրն էր էս ու շատ ծեծված թեմա։ Երկրորդ գալիս այն միտքը եւ իրանց համար շատ ցավոտ է, պետքա տենց հարցակվեն, հարցակումը լավագույն պաշտպանությունն է, չէ։ Ու իմ օդում կախված հարցին չեն արձագանքում։ Հիմա Տիգրանաշենը անկլավ է, թե չէ։ Որովհետև դեռ Տիգրանաշենի հարցն են կարող է սենց հարցակվում են, որ այս ցավոտ հարցերը չհնչեցվեն։ Փակեն կամ էլ ասեն ընդդիմությունը, որ շատ խոսած Մեր լսանի համար ասեմ Ժորժ ջան, Կիրանցը Հայաստանի գյուղը, Տիգրանաշենն է։ Այդ մեր ընկալումն է։ Այսինքն հարցականի տակ այդ մենք չենք դնում։ Մենք չենք դնում։ Տիգրանաշենն ու Կիրանցը Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքով Հայաստանի Հանրապետության գյուղեր են հանդիսանում, մեկը Արարատ մարզի Տիգրանաշենը, մյուսը Տավուշի մարզի։ Կիրանցում ապօրինի սահմանազատում է իրականացվել ու Տավուշում կան անկլավային հարցեր, ոսկեպար վերին, ոսկեպար ներքին, ոսկեպար ու 4 գյուղային հատվածներ, որոնք հայկական զորքերի վերահսկողություն են, սահմանազատման արդյունքում տեղորոշվել են։ Հիմա այնտեղ հայկական գյուղեր չեն, գյուղեր, վիճահարույց տարածքներ։ Ես շատ պարզ ասեմ չշահարկվի, հա, որովհետև գիտեք, այս իշխանությունը կտրել կոնտեքստից կտրված տեղադրելու մանիպուլյացիա, դրա հմուտ գործիչներ են։ Այո, բոլորի էջերում դուք էիք, ամեն հարցազրույցից հետո հայտնվում եք դուք ու այսպես հեգնանքով բանանում, որ հələ ինքը իրանց ամենախելացիներից է, երևի Ղարաբաղի տեղը քարտեզի վրա չգիտի, չի կարող ցույց տալ այսպիսի հեգնանք։ Մենք գոնե Ղարաբաղի Արցախի տեղը լավ գիտենք, դուք որ անգամ վատ եք զգում Արցախ բառը արտաբերելուց, ամեն դեպքում այդ իրանց ցածրորակ գործելա ոչ է որ բերեցին մի մարդիկ էին, ով կարային տենց լաչար տնային տնտեսուհիներ լինեին, եկան դարձան պետական գործիչներ ու լաչարության մակարդակի իջացրեցին մեր պետական ատյանները, դա լրջագույն ցավ է ու արդյոք պետքա տուրք տրվի այդ ամեն ինչին, որովհետև հիմա այլ եմ ասում, մենք դեռ հարգելի հայրենակիցներ օրակարգում ունենք Տիգրանաշենի հարց, մենք օրակարգում ունենք սահմանադրության հարց, իսկ իրենք մեր սահմանադրությունը միայն սահմանադրության խնդիր չէ, այդ ներքին ինքնիշխանության մեր պետականության հետական գույի խնդիր է, որովհետև հակառակորդը տնային առաջադրանք այս իշխանություններին տվել։ Հենց այդ էր մեր պայքարը։ Այս ամենը շատ ավելի մեծ է, գլոբալ է։ Հիմա դուք կարողանալու եք կանխել դա, որ սահմանադրությունը փոխեն։ Դե այս պայդրությամբ առնվազն իրենք չունեն սահմանադրական մեծամասնություն, սահմանության փոփոխության հարցի առջև
Մի հատ խնդիր ունեն, օրինակ տեսեք, մանդատ վերցնել, չվերցնել։ Որևէ մեկը մեր ժողովրդին չի ներկայացնում, գիտեք, որ մանդատները չեն վերցնում։ Իրենք իրավական գործիքակազմ ունեն, ասելու են ճգնաժամ է ստեղծում, որովհետև Սահմանադրությունը ասում է ազգային ժողովը առնվազն 101 պատգամավորից է ստեղծվել, ով է կաշկանդում Սահմանադրական դատարան կամ ընտրական օրենսգրքով փոփոխություն անեն, մանդատների բաշխման կարգը փոխեն, մենք տեսել ենք։ Իսկ ճգնաժամի ժամանակ ազգային ժողովը չի ցրվում։ Էդ եմ ասում, չէ, տեսեք, ուրիշ բան է, երբ որ արդեն ձևավորված է ու չեն կարա փոփոխություն անեն արդեն։ Ուրիշ բան է, որ դեռ բաշխված չի։ Ու պատկերացրեք, այն ժամանակ չունե 21 թվականին ինչքան էր այդ խոսույթը արդիական, ու տան շեմը չհաղթարած այլ ուժերի մեջ բաշխեն այդ մանդատները, հանգիստ ասեն մենք այլևս դելեգիտիմ ենք։ Ոնց օրինակ ընտրական օրենսգրքով թույլ չտվեցին ու արդեն ստեղծված իրավահարաբերությունը, որ մենք ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինք էին, իրենք փոխեցին, արգելեցին։ Իսկ մանդատները վերցնելու դեպքում դուք բացառում եք, որ ձեր շարքերից իրենք մարդիկ կառնեն։ Ոնց որ արեցին, օրինակ Գեգամ Նազարյանը ոնց գնաց իրենց շարքերը, ու Գեգամ Նազարյաններ չկա։ Ինձ թույլ տվեք վստահություն արտահայտել իմ գործընկերների նկատմամբ, այս մարդիկ այս ընթացքում բոլորն է ճնշումների միջով անցել են, բոլորի նկատմամբ միջամտություններ են ուղղակի կամ անուղղակի տեղի ունենում, եւ ես առնվազն համոզմունք ունեմ, որ մեր քաղաքական ուժի նկատմամբ նման միջամտություններ հնարավոր չեն լինի։ Քանի մանդատ ունեցող ձեր շարքերից քանի մանդատ ունեցողի նկատմամբ քրեական գործերով կալանավորել են։ Երկար ժամանակ նրանց պահեն կալանքի տակ, դուք եք մանդատներ այսպես թե այնպես ոնց որ չեք կարողանալու էլ օգտագործել, ձեր շարքերը նոսրանալու են։ Մեր ցուցակից այս պայդրությամբ 12+ տեխնացուի նկատմամբ կան տարբեր տեսակի խափանման միջոցներ կիրառված։ Բա այդ ճանապարհով չեն հասնի ձեր մանդատների նվազմանը։ Հիմա երկու ուղղություն ունենք, մանդատ հիմա չվերցնել, իրանք ինչ որ սպեկուլյացիայով կամ մանիպուլատիվ ուղղություններով այդ հարցը լուծեն, ընդհանրապես խնդիր չունենան իրենց կյանքում, մոտ ապագայում։ Մանդատ գոնե այս պայի համար խնդիր ստեղծենք, մանդատ վերցնենք, հետո թեկուզ վայր դնելը հետո քննարկենք, որ այդ հնարավորությունը իրենց չտանք։ Այնուամենայնիվ ոչ ոք մեզ չի չեղարկում հետագա մանդատ վայր դնելու օրակարգը։ Որն է նպատակը ընդդիմության։ Իշխանափոխություն։ Այո, իշխանության։ Որն է իշխանափոխության հնարավոր ճանապարհները իրավական։ Ընտրություններ, որը տեսանք ինչ արեցին, ու միևնույն է հերթական ընտրություններ են, իրավունք չունեինք։ Դուք պատկերացնում եք Սամվել Կարապետյանը հիմա չլիներ քաղաքական դաշտում։ Ինչ էր կատարվելու։ Ես այդ հարցին այնքան շատ եմ։ Թե շատ տխուր 21-ի կրկնությունը իշխանությունը շատ ավելի հեշտ կերպով կվերարտադրվեր իմ կարծիքով, դա իմ անձնական կարծիքն է։ Ու դրա համար եմ շնորհակալ, որ պարոն Կարապետյանը, երբ չլինելով քաղաքական գործիչ, երբ մեր ինքնության նկատմամբ ոտնձգությունը բացահայտ արդեն եղավ, ամեն ինչ մի կողմ դրեց, իր լավ բարվոք կյանքը մի կողմ դրեց, անձամբ ինքը մոտ 10 ամիս կալանքի ներքո է գտնվել, մինչև հիմա ազատազրկված է, 1 տարին արդեն բոլորել է, բայց շատ ծանր պայմաններ կալանք է գրել։ Բայց ասում են քպական է տարածում, որ ինքը քաղաքական գաստրոլյոր է եւ քաղաքական գաստրոլյորը իրենք ժամանակ թռնելու է, ձեզ թողնելու է մենակ։ Թռնողնել են իրենք, այդ անհետագից ինչ որ քաղաքացի ովքեր են իրենք, ինչ անցած ճանապարհ ունեն։ Մեկը մի հատ հայ ընտանիքի համար իր անձնական միջոցներից մի բան արած կան, մի բան։ Ես փոքր երկիր, ասում են, չէ, փոքր երկիր ենք։ Բոլորս էլ ունենք շրջապատներ։ Բոլորին է մարդիկ ճանաչում են, բոլորիս բարևարկությունը, սրտացավությունը, մարդկային կերպարը, այդ գաղտնիք չէ։ Իրենք որպես անհատներ յուրաքանչյուրին վերցնես, մեր հաշվին չէ, մեր գրպանից չէ, պետ բյուջեից չէ, մինչև պաշտոնյա դառնալը։ Ինչ են իրենք արել հայ ժողովրդի համար։ Մի ընտանիքի համար։ Սամվել Կարապետյանը մի հատ փոքր պետության չափ ներդրումները Հայաստանի Հանրապետությունը, բարեգործությունները Հայաստանի Հանրապետությունում իրականացել։ Դուք այդքան հաց ու պանիր չեք կերել, որ այս մարդուն ընդհանրապես մի հատ ձեզ իրավունք վերապահեք վատ եզրույթ կամ թթու բառ ասելու, որովհետև ինքը արդեն ունի կենսագրություն, ապրած կյանք եւ եկել այդ ամենը դրել է։ Այդ քաղաքական գաստրոլյորները իրապես իրենց շատ ճշգրիտ վերագրվող եզրույթ է։
թող հասկանան, որ գալու է մի պահը, որ պատասխան տան այն ամենի համար, ինչի հասցրին ու ինչ արեցին մեր պետության, պետականության եւ հազարավոր մարդկանց կյանքերի հետ։ Իսկ իրենք 100,000-ից ավել մարդու անտուն ու անտեղ են թողել եւ դա, ինչ ուզում են ասեն, եղել է իրենց քաղաքական պատասխանատվությունը, քաղաքական որոշումների եւ իրենց իշխանավորման արդյունքում եւ եթե ունենային մի փոքր հայրենասիրության չափաբաժին, նոյեմբերի 9-ից հետո իրենք վայր կդնեին իրենց մանդատները, իրենք հրաժարականներ կներկայացնեին, որովհետեւ մշտապես պարտված բանակցող կողմը մենք պետության մասին չի, իշխանության մասին է։ Իրենք շարունակելու են պարտվողական քաղաքականություն ու նույն 21 թվականին իրենք դրանով խաբեցին ժողովրդին, ասեցին եթե չլինենք մենք, չի լինի Արցախը։ Մնացին իրանք, չկա Արցախը։ Ու նույն կերպ իրենք շարունակում են Կամ ես խաբել կլինեմ վարչապետ, ժողովրդին։ կամ երկիրը վարչապետ չի ունենա։ Հա, Այդ խոսույթով գալով, երբ որ եկավ տանում է երևի իշխանության։ այդ տրամաբանական զարգացման։ Մгм. Դա վտանգ է ազգային անվտանգության հարցն է, կամ էլ եթե չլինենք մենք սեպտեմբերին պատերազմ Պատերազմային։ Բայց հետո ինձ ասես չէ, չի լինելու։ Ես հարցրեցի, հետո ասացի հիմա սահմանադրական ինքը որտեվ ասել է եթե չունենանք մենք սահմանադրական մեծամասնություն։ Հարցրեցի, ասի բա հիմա չունենք սահմանադրական մեծամասնություն։ Պատերազմ ալնել, ասես չէ, չի իրենց համար հեշտ է խոսք ասել, հետո շրջանցել կամ հերքել այդ խոսքը։ Տեսեք, ուրիշ բան է, որ 3 հատ սեպտեմբերյան պատերազմ բերած պաշտոնյա էլի այդ ահազանգը տալիս։ Սպառնում ես քաղաքացուդ էլի։ Չընտրես, արդյոք սա ներգործություն չի, սա էլ է խախտում։ Ասում է քաղաքացուն, եթե դու ինչ չես ընտրել, պատերազմ, հիմա մարդ կարող է արդարացի կասկած ունի, կարող է որ չընտրեմ Ալիևին, ասի հարցակվի Հայաստանի վրա։ Լավ վրա։ ընտրեմ շարից փորձանքից հեռու տարբերակ ընտրեմ։ Սա էլ նախընտրական մի։ Սա ընդհանրապես ես միշտ ասել եմ ազգային անվտանգության խնդիր է, բայց սա նաև ընտրական գործընթացի հակաիրավական միջամտության ձևաչափ է, որովհետև ինքը չի ասում որպես քաղաքացի կամ գործիչ Նիկոլ Փաշինյան, ինքը ասում է նաև որպես վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Լավ, ամփոփելով մեր այսօրվա զրույցը Տիկին Մելոյան, ես ոնց հասկանում դուք էլ մասնագիտական տեսանկյունից հիմնավորեցիք, որ ամեն դեպքում մանդատները վերցնելը կարելի է համադրել նաև փողոցային շարժման հետ, այսինքն միայն մանդատ վերցնելով էլ եկեք ընդունենք տարբերակ չի, եկեք նաև ընդունենք, որ փողոցային շարժումը միշտ ավելի արդյունավետ է, եթե խորհրդարանում ներկայացվածություն ունես, մշտապես դա մենակ Հայաստանի Հանրապետություն, տեսեք, այս ամեն ինչը հեծանիվներ չենք հորինում։ Կա աշխարհի փորձ, կան նմանաբնույթ իրավիճակներ, ինչքան էլ մենք բացառիկություններով ենք հիմա հանդես գալիս, մշտապես նախ արտախորհրդարանական ընդդիմությունները ձգտում են խորհրդարանի եւ հակիսատ մնաց չասեցինք իշխանափոխության երկու եղանակ կա հիմա մեր երկրում իրավական մեկը դա իշխանափոխություններ ընտրություններով, որը թույլ չտվեցին, որ արդար հավասար թափանցիկ գաղտնի իրականացվի, մյուսը ոչ, օրենսդիր մարմնով, ինչու չմոռանանք նաև, այո, անվստահության գործընթացը դա իրավական գործիքակազմ է, գործիքը։ Դեռ մենք որոշում չունենք մանդատ վերցնել ենք, թե շատ ենք շտապում։ Հա, մի քիչ շատ ենք շտապում, բայց օրինակ որը էլի չի լինի առանց փողոցի։ Ես չեմ թաքցնում, բնականաբար, ու փողոցը միշտ ավելի արդյունավետ է, երբ ընդդիմությունը ունի խորհրդարանական ներկայացվածություն։ Սա իմ անձնական դիրքորոշումն է եւ բնավ մենք հիմա չենք փորձում էլի ինչ որ մեկի գրփանը բան գցել։ Քաղաքական որոշումը քաղաքական ուժ ներկայացնելու, բայց որևէ մեկը չի չեղարկել մեր ընտրողի հետ խորհրդակցելու մեր արդարացի հնարավորությունն ու իրավունքը։ Մեսիջները, ուղերձները ճիշտ ստանալու բանը։ Իհարկե։ Այդ դեպքում շատ լավ, քանի որ Ավինյանը արդեն իր վերջին նիստի ժամանակ դե սպառնացել ասել է եկեք հələ մի հատ խորհրդարան կաշիներդ քերթելու եմ, նման արտահայտություններ է հնչում, այնտեղ Վահագն Ալեքսանյանը Քոչարյանին սպառնում է որ պիտի սոսնձի փողերը ճակատին, այս տիպի սպառնալիքներ արդեն կան, դուք մտահոգություններ չունեք քերթվելու։ Ես չէի լսել, բայց չգիտեմ, այդ հակաիրավական էլ է մի քիչ մեղմ ասած։ Քաղաքական խոսույթ չի, ինչքան էլ իրենք մարդկանց ականջին սովորական են դա դարձել։ Դե լեզուները կտրել է բանը անցել է, թքել է անցել է, հիմա կաշիները քերթելու պահն է եկել էլի արդեն։ Հետո էլ վիրավորվում է, որ մարդիկ կենթանաբանական ասոցիացումներ են տանում, որովհետև իմ կարծիքով քաղաքակիրթ մարդուն հարիր խոսույթ չի առնվազն, առավել եւս պաշտոնատար անձանց։ Ձեզ չի մտահոգում դա եւ չի կաշկանդում։ Իրենց այդ սպառնալիքները նկատի ունեմ։
Գիտեք, ոնց ասեմ, ես այդ մարդկանց լուրջ չեմ ընկալում։ Հա։ Չգիտեմ, արդյոք լուրջ նորմալ քաղաքական գործի չէ։ Ես կարող եմ Աղջիկները իդեալական թախացնում է։ կարող իրանք են վախենում։ Հա, քերթվելուց քաղաքական իմաստով։ Չգիտեմ, Հա։ կարող է սա վախերի արտացոլումը ինչ որ շատ փութաջանորեն են էլի փորձում ահաբեկել։ Շատ լավ։ Հետևենք իրադարձություններին, միասին Շնորհակալ եմ։ հասկանանք ոնց կզարգանան իրադարձությունները։ Աստված տա իսկապես ոնց որ կա այդ մտահոգությունը, որ ընդդիմությունը չգնա ազգային ժողովում դառնա բոքսի տանձիկ, նորից նույն էտապի մեջ չմտնենք, նույն շրջափուլի մեջ չմտնենք, Աստված տա դա իսկապես Ես կարծում եմ լինի։ դուք կպատկերացնեք մեր մտահոգությունների քանակը, որովհետև իրապես դժվար է ձգտել քաղաքական երկխոսության, երբ դիմացդ քաղաքական եւ քաղաքակիրթ երկխոսության ձգտողներ չեն, բայց նաեւ շատ դժվար է, երբ որ ունես դու պարտավորվածություններ, դու արդեն քաղաքական միավոր ես եւ 100 հազարավոր մարդիկ ունեն ակնկալիքներ ու դրանից անդինել եւ ամենակարևոր առաջնահարց կա սպառնացող օրակարգային խնդիրներ ընդհանրապես մեր ինքնությանը, մեր պետականության գոյին ու հենց դրանք են, կարծում եմ, հատկապես իմ քաղաքական ուժի, իմ առաջնորդի, իմ գործընկերների հիմնարար դրդապատճառը եղել, որ մենք հայտնվենք այս ամեն ինչի ծիրում։ Այո։ Շնորհակալ եմ զրույցի համար Տիկին Մելոյան, այսօր այսքանը, սիրելի հետևորդներ, ես հիշեցնեմ, որ իմ հյուրը Ուժեղ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանն էր, մենք կհանդիպենք մյուս շաբաթ, դուք բաժանորդագրվեք այս ընթացքում մեր ալիքի եւ Patreon-ին։ Ցտեսություն։